Սերժ Սարգսյանը մեղք ունի նաև Քենեդի սպանության մեջ։ Սիվիկը բավարարվեց, այդ դիպինը գրող, էթիկայի կանոնները պահել, ես կվարեցնեմ չեմ պահ, Սերժ Սարգսյանը մեղավոր է նաև Քենեդու սպանության մեջ եւ Իոան Պավել II-ի մահապորտի մեջ։ Բավարարվեցիք, հիմա եկեք տեսեք ձեր աչքերը, անեք, ես հանեք 25 թվականի Հայաստանը նայեք, լավ, գնացեք բանտախցերով, տիկին եք, գնացեք Լիդիա Մանթաշյանին այցելեք, իրան լուսաբանեք, չգիտեմ, պահանջեք, գիտեմ, պահանջեք, որ թույլ տան, դուք ոնց եք ձեզ զգում, էլի, կար ես էլ ձեզ բարոյախելատական հարստամ, երիտասարդ տարեկի կին եք դուք, կինա այդ աղջիկը, նստած է մի բանի համար, որը բացարձակ հորինված մեղադրանք է, դուք ձեզ լավ եք զգում, Սերժ Սարգսյանի օրոք 5 քաղբանտարկյալների անունները տալով ձեր խիղճը, էս է իմ պատասխանը, չի բավարարում գնացեք, ձեր խիղճը մաքրվում է դրանից, որ դուք այսօր լռում եք, երբ որ այսքան մարդ կա նստած, երբ որ այն նկարները ավելի խոսում են, քան այն մարդիկ, ում դուք լրագրող եք աշխատում։ Շնորհակալ եմ։ Չնայած որ խորհրդարանական ընտրություններին դեռ տևական ժամանակ կա, բայց քաղաքական ուժերը որոշակի առումով պատրաստվում են, օրինակ նույն երկրորդ նախագահն է հայտարարել, օրինակ այսօր Արման Թաթոյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանին հաղթելու բանաձևը նա է, որ նախկին նախագահները չմասնակցեն որևիցե կերպ ընտրություններին։ Տեսեք, ես չգիտեմ քաղաքական իրադարձությունները ինչպես կլինեն մեր երկրում, բայց կարևոր է մի բան, որ հայ ժողովուրդը 26 թվականի առիթով չվերածվի լոկ ընտրազանգվածի եւ քաղաքական ուժերը այդ մարդկանց եւ ժողովրդին չվերաբերեն որպես ընտրազանգվածի։ Դա ինքը ժողովուրդ է, մենք ժողովուրդ ենք։ Ուրիշ բան, որ ունենք ընտրության իրավունք, պետք է մասնակցենք եւ այլն ընտրությունների իմպիչմենտի կապ չունի, բայց ժողովուրդը չպետք է վերածվի ընտրազանգվածի, լոկ ընտրազանգվածի։ Պարոն Թաթոյանի հայտարարությունը այսօր լսեցի, իհարկե իմ անձնական կարծիքը պետք է հայտնեմ, ինքը մարդու իրավունքների ուժեղ պաշտպան է եղել եւ կարծում եմ կարելի է այսօր գալ այս լսումներին մասնակցելու շաբլոնային հայտարարություններ անելու փոխարեն։ Պարոն Աշոտյան եւ մի րոպե Վահեջան եւ դուք չեք տվել, իշխանությունները, որ այսօրվա իշխանությունները աշխատում են նախկին իշխանությունների վրա, հենասյունները նրանք են եկեղեցին եւ ես արդեն ասացի, ես կգերադասեի պարոն Թաթոյանի նման մարդու իրավունքների բարձր պաշտպանության բարձր պրոֆեսիոնալիզմով մարդուն, որը դա արել է անգամ այս իշխանության օրոք տեսնել այս դալիճում եւ լսել իր մասնագիտական ելույթը, քան այս քանի տարիների ընթացքում տարբեր ուժերի կողմից փորձարկված կլիշեների հավաքածու։ Չէ, կարծում եմ Թաթոյան Այդպես ավարտեցի։ Թաթոյան ավելի բարձր ռեյտինգ ունի, թե Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը ասես։ Այդ կարծում եմ լավ հարց է, եթե դու հիմա քո Telegram ալիքում դնես հարց։ Դրել եմ, չեմ պատասխանում։ Շնորհակալություն։